Ռեկորդային երկրաշարժը ցնցել է Կամպի Ֆլեգրեի կալդերան։ Տորնադոն Բրազիլիայի քաղաքները վերածել է ավերակների։ Անոմալ հզորության ջրհեղեղն ընդգրկել է Ռուսաստանի Տյումենի մարզը։ Երաշտը դադարեցրել է ատոմակայանի աշխատանքը Եվրոպայում։ Այս եւ անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այլ կլիմայական իրադարձությունների մասշտաբներն ու հետևանքները թողարկման ընթացքում։ Ինչպես նաև այն մասին, թե ինչպես Ճապոնիայում 7.1 մագնիտուդով ամենահզոր երկրաշարժը ոչ միայն ավերեց տները, այլև պատռեց հասարակական հիմքերի դիմակը։ Ռուսաստան։ Ռուսաստան։ Հուլիսի 31-ին անոմալ շոկ եղանակից հետո Չելյաբինսկի մարզին պատուհասել է կարգտաբեր հզոր փոթորիկը։ Կարգտահատիկներից որոշները հասել են հավի ձվի չափի։ Բնակիչները հայտնել են վնասված տանիքների, ավտոմեքենաների եւ ջերմոցների մասին։ Նույն օրը ոչ պակաս խոշոր կարգտահարություն է տեղի ունեցել նաեւ Կուրգանի մարզում։ Դալմատովոյի շրջանում գտնվող Բոլշոյ Բերգուտ գյուղի բնակիչները եւս տեսանկարահանել են այս վայրերի համար հազվադեպ երևույթը՝ տորնադոն, որն անցել է բնակելի տների մոտակայքով։ Օգոստոսի 1-ին անոմալ հորթառատ անձրևներ են տեղացել Սվերդլովսկի մարզում։ Սևերուրալսկ քաղաքում տեղումների քանակը կազմել է 87 մմ, ինչը գերազանցել է օգոստոս ամսվա տեղումների ամսական նորման։ Տյումենի շրջանում աննախադեպ ջրի բարձրացում է գրանցվել միաժամանակ երկու գետերում՝ Տուրա եւ Բիշմա։ Հեղեղման գոտում են հայտնվել տասնյակ բնակավայրեր։ Իսկ հուլիսի 28-ին հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։ Սովորաբար գարնանային բարարումից հետո գետերում ջրի մակարդակը աստիճանաբար նվազում է։ Սակայն այս անգամ տեղի է ունեցել հակառակը։ Անձրևներով ռեկորդային հունիս ամսվա եւ հուլիսյան անդադար տեղատարափերի պատճառով հողը լիովին հագեցել է խոնավությամբ եւ դադարել է ջուր կլանել։ Ընդ որում նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաեւ հարակից շրջաններում, գործնականում Տուրա գետի ամբողջ ավազանում։ Արդյունքում ջրի մակարդակը սկսել է արագ բարձրանալ եւ օգոստոսի 2-ին հասել է 8.96 սանտիմետրի վտանգավոր հիդրոլոգիական երևույթի սահմանային մակարդակը գերազանցելով 46 սանտիմետրով։ Այսպես ձևավորվել է աննախադեպ ամառային ջրհեղեղ, որի նմանն այստեղ երբևէ չէր դիտարկվել։ Ջուրը դուրս է եկել գետի ողողատից եւ հեղեղել բնակավայրերը։ Տյումենի մարզում անոմալ տեղումները եւ ջրհեղեղը հանգեցրել են նա Տյումենի ջրմուղ մտնող ջրի որակի կտրուկ վատթարացմանը, որը քաղաք է մատակարարվում Տուրա գետից։ Բնակիչները բողոքել են ջրի տհաճ հոտից եւ գույնից, ինչի պատճառով անհնար է դարձել նորմալ լոգանք ընդունելը, սպասքը լվանալը եւ լվացք անելը։ Ռոսվոդոկանալ Տյումեն ընկերությունից հայտարարել են, որ ջրի մաքրման կայանների աշխատանքի ողջ պատմության ընթացքում նման աղտոտման երբեք չեն բախվել։ Ամբողջ քաղաքում զգացվել է սատկած ձկան սուր հոտ, ոչ միայն Տուրա գետի ափերին, այլ հեռավոր թաղամասերում։ Հիդրոլոգի խոսքով գետից ամիսներ կպահանջվեն դաշտերից լվացված պարարտանյութերից, թափոններից եւ քաղաքային տարածքներից ջրի հոսքերով գետ տեղափոխված սեպտիկ համակարգերի պարունակությունից մաքրվելու համար։ Նրա գնահատմամբ Տուրան լիովին կկարողանա վերականգնվել միայն ձմռանից եւ հաջորդ գարնանային վարարումից հետո, որը կլվանա աղտոտող նյութերի մնացորդները։ Եվրոպա։ Տարեսկզբից եվրոպական շատ երկրներ գտնվում են երկարատև երաշտի ճիրաններում։ Անոմալ շոկի ալիքների շարքը ուժեղացնում է գոլորշիացումը, ինչի հետևանքով տարածաշրջանի գետերում ու լճերում ջրի մակարդակը շարունակում է սրընթաց նվազել։ Շվեյցարիայի եւ Ֆրանսիայի սահմանին գտնվող Լակ դե Բրենե լիճը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում կորցրել է իր ծավալի ավելի քան 90%-ը։ Բնապահպանական ծառայությունների աշխատակիցներն ու կամավորները, փորձելով փրկել ոչնչացման եզրին հայտնված ձկներին, նրանց որսում էին ջրի մնացած ծանծաղ հատվածներից։ Այն վայրերում, որտեղ նախկինում զբոսաշրջիկները նավակներով անցնում էին գեղատեսիլ գիրջերի միջով, այժմ մնացել է միայն պղտոր ջրի նեղ շերտ։ Կրիտիկական իրավիճակ է ստեղծվում նաև Եվրոպայի խոշոր գետերի վրա։ Նիդերլանդներում հուլիսին հռենոսի ջրի հոսքը դիտարկումների պատմության մեջ առաջին անգամ իջել է վայրկյանում 767 խորանարդ մետրից ցածր։ Երկրի մեծ մասում սահմանափակումներ են սահմանվել ջրառի նկատմամբ, իսկ ֆերմերները բախվել են ոռոգման արգելքների հետ։ Գետի ծանծաղացման պատճառով նրա գետաբերանում քաղցրահամ ջրի հոսքը թուլանում է եւ այլևս չի կարող զսպել ծովի ջրերը, ուստի աղի ջուրը գնալով ավելի վեր է ներթափանցում գետի հունը, վտանգելով էկոհամակարգերն ու գյուղատնտեսությունը։ Պատմական նվազագույն մակարդակին է հասել նաև Դանուբը, Եվրոպայի գլխավոր ջրային զարկերակներից մեկը։ Գետի հունով ձգվող բոլոր երկրներում արդեն զգացվում են դրա ռեկորդային ծանծաղացման հետևանքները։ Սահմանափակվել է նավագնացությունը, փոխվում են զբոսանավերի երթուղիները, իսկ հացահատիկի, ածխի եւ վառելիքի փոխադրումը դարձել է զգալիորեն ավելի բարդ եւ թանկ։ Սերբիայի հյուսիսում Նովի Սադ քաղաքի մոտ տասնյակ բեռնատար նավեր եւ հարյուրավոր նավակներ հայտնվել են ցամաքած ափին։ Երկրի արևելքում ջրից կրկին դուրս են եկել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի գերմանական նավերի ժանգոտված կորպուսները, որոնք սովորաբար թաքնված են ջրի տակ։
Անվտանգ նավարկուղու լայնության 180 մետրից մինչև 100 մետր կրճատման պատճառով բեռնանավերը ստիպված են տեղափոխել իրենց առավելագույն բեռնատարողության ընդամենը 1/4-ը։ Երաշտը հարվածել է նաև էներգետիկ ոլորտին։ Ջրի մակարդակի կրիտիկական նվազման պատճառով խնդիրներ են առաջացել ատոմակայանների ռեակտորների հովացման համակարգերում։ Ռումինիայում գործարկումից ի վեր առաջին անգամ դադարեցվել է երկրի միակ Չեռնովոդե ատոմակայանի աշխատանքը։ Առաջացած էլեկտրաէներգիայի պակասի ֆոնին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում Յասում գիշերային ժամերին անջատվում է փողոցային լուսավորությունը, այն թողնելով միայն հիվանդանոցների հարակից տարածքներում, հետիոտնային անցումներում եւ հիմնական զբոսաշրջային գոտիներում։ Հունգարիայում երկրի միակ Պակշ ատոմակայանն աշխատում է հզորության կեսից պակասով։ Դանուբի մակարդակի հետագա նվազման դեպքում մասնագետները չեն բացառում ատոմակայանի ամբողջական դադարեցման հնարավորությունը։ Բուդապեշտում ջրի մակարդակը իջել է մինչև 23 սանտիմետր, իսկ Բայա քաղաքի շրջանում Սուկովիցա վտակի առանձին ճյուղեր գրեթե ամբողջությամբ ցամաքել են։ Բուլղարիայում 186 զբոսաշրջիկի ստիպված են եղել տարանել զբոսանավից այն բանից հետո, երբ նավը նստել է ծանծաղուտի վրա, իսկ նավի սննդի եւ ջրի պաշարները սպառվել են։ Մեծ Բրիտանիայում եւս երկրի մեծ մասը բախվել է երաշտի հետ։ Ամառվա ընթացքում շոկի 4-րդ ալիքը ջերմաստիճանը հասցրել է մինչև 35 աստիճան Ցելսիուսի։ Հուլիսին երկրի տարածքում միջին հաշվով տեղացել է ամսական տեղումների նորմայի ընդամենը մոտ 7%, իսկ հարավում մոտ 1%։ Ավելի քան 20 միլիոն մարդ արդեն բախվել է ջրի սպառման սահմանափակումներին, իսկ ֆերմերները հայտնում են բերքատվության նվազման մասին։ Որոշ մշակաբույսեր նույնիսկ ստիպված են եղել հավաքել ավելի վաղ։ Խոտածածկի վատ աճի պատճառով անասնակերի համար ստիպված են օգտագործել ձմռան համար նախատեսված պաշարները։ Իտալիա։ Հուլիսի 31-ին Կամպի Ֆլեգրեի գերարաբխի կալդերայի շրջանում տեղի է ունեցել տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժը, անընդմեջ գործիքային դիտարկումների մեկնարկից ի վեր։ Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4.7։ Էպիկենտրոնը գտնվել է Բոցուոլի քաղաքի մոտ, իսկ օջախը մոտ 3 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են ամբողջ Նեապոլում եւ նրա արվարձաններում, ինչպես նաև Իսկիա եւ Պրոչիտա կղզիներում։ Երկրաշարժը խուճապահար բնակիչներին ստիպել է դուրս վազել փողոց։ Բոցուոլիի բազմաթիվ շենքերում թափվել է սվաղը եւ պոկվել են ճակատային հատվածների տարրեր, որոնց բեկորներն ընկել են կայանված մեքենաների վրա։ Որոշ տներում դռները խցանվել են, ինչի հետևանքով բնակիչները հայտնվել են ներսում արգելափակված վիճակում։ Մի քանի չբնակեցված շինություններ փլուզվել են։ Քաղաքում տարհանվել է ավելի քան 300 մարդ։ Երկրաշարժը առաջացրել է տուֆային լանջերի փլուզում, ինչի հետևանքով ժայռաբեկորները ցած են գլորվել եւ ճզմել մի քանի ավտոմեքենա։ Դրանցից մեկում ամուսիններ են եղել, որոնք հրաշքով ողջ են մնացել։ Բոցուոլի նավահանգիստը ժամանակավորապես փակվել է, չեղարկվել են ավելի քան 40 ամենօրյա չվերթներ, այդ թվում լաստանավերի եւ արագընթաց նավերի երթուղիներ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով դեպի նավամատույցներ տանող ճանապարհահատվածներում առաջացել են խոր ճաքեր, ինչը կասկածի տակ է դրել նավահանգստային ենթակառուցվածքների անվտանգությունն ու կայունությունը։ Նեապոլում որպես նախազգուշական միջոց տեղական իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են մետրոպոլիտենի աշխատանքն ու գնացքների երթևեկությունը, այդ թվում արագընթաց երկաթուղային գծերով։ Քաղաքում վնասվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հենասյունը, ինչի հետևանքով էլեկտրամատակարարումն անջատվել է մոտ 100,000 սպառողի մոտ։ Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով հիմնական ցնցումից հետո գրանցվել է մոտ 170 հետցնցում, որոնցից մոտ 15-ը ունեցել է 2-ից բարձր մագնիտուդ։ Բազմաթիվ բնակիչներ, վախենալով վերադառնալ իրենց տները, նախընտրել են գիշերն անցկացնել փողոցում կամ իրենց ավտոմեքենաներում։ Երկրաշարժի հետևանքով առնվազն 26 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Բրազիլիա։ Շաբաթվա առաջին կեսին հորդառատ անձրևները, կարկուտը, ուժեղ քամին, հանկարծակի ջրհեղեղներն ու սողանքները Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում ընդգրկել են առնվազն 128 մունիցիպալիտետ։ Հուլիսի 28-ի երեկոյան նահանգի հյուսիս-արևմուտքում գերբջիջ ամպային համակարգը առաջացրել է ավերիչ տորնադո, որի հետևանքով տուժել է առնվազն 7 մարդ, իսկ տասնյակ ընտանիքներ մնացել են անօթևան։ Օդերևութաբանների գնահատմամբ ծակարի ներսում քամու արագությունը կարող էր հասնել ժամում 300 կիլոմետրի։ Տարերքը անցել է 3 մունիցիպալիտետների տարածքով, իր հետևից թողնելով պատերազմական գործողությունների գոտու հետ համեմատելի տեսարան, ամբողջությամբ ավերված տներ, արմատախիլ արված ծառեր, տապալված սյուներ եւ վնասված ավտոմեքենաներ։ Ժիրուա մունիցիպալիտետի Ռինկաու դուս Ռիբեյրուս շրջանում տորնադոն ոչնչացրել է մի քանի տուն, հրշեջները մարդկանց դուրս են բերել փլատակների տակից, իսկ 4 մարդ ստացել է վնասվածքներ։
Տորնադոն առաջացրել է էլեկտրամատակարարման լայնածավալ անջատումներ եւ արգելափակել ճանապարհները, բեկորների եւ տապալված ծառերի պատճառով։ Հատկանշական է, որ ըստ վիճակագրության 2026 թվականի սկզբից մինչև հուլիս ներառյալ Բրազիլիայում գրանցվել է տորնադոյի 81 դեպք։ Ներկայիս սեզոնը կարող է գերազանցել նախորդ տարվա 92 տորնադոյի ռեկորդը, քանի որ սեզոնի գագաթնակետը դեռ առջևում է։ Փոթորիկներին ուղեկցած կարգտահարությունից առավել մասշտաբային ավերածություններ են գրանցվել Սանտո Անտոնիու դաս Միսոյնս քաղաքում, որտեղ վնասվել է մոտ 400 բնակելի շինություն։ Ուբիրետամա մունիցիպալիտետում կարգտահարության հետևանքով ավերվել է տների մինչև 80%-ը։ Օզորիու քաղաքում ուժեղ քամու հետևանքով վնասվել են առևտրային ձեռնարկությունները, հասարակական շենքերը եւ 350 բնակելի տուն։ Մեկ մարդ տուժել է պոկված տանիքի հետևանքով։ Ժակուի եւ տակուարի գետերի վարարումները հանգեցրել են բնակավայրերի մեկուսացման, կամուրջների եւ ճանապարհների ավերման։ Արդեն հաջորդ օրը, հուլիսի 29-ին, հզոր ցուրտ ճակատը հասել է հարավարևելյան նահանգներ, իր հետ բերելով ավերիչ քամու պոռթկումներ, որոնց արագությունը հասել է ժամում գրեթե 125 կիլոմետրի։ Փոթորկին նախորդել էր ուժեղ շոկը։ Ռիո դե Ժանեյրո քաղաքում ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 35.8 աստիճան Ցելսիուս, իսկ Սան Պաուլու նահանգի Սանտուս քաղաքում մինչև 35.2 աստիճան։ Սան Պաուլուի Կոնգոնյաս օդանավակայանում բազմաթիվ չվերթներ չեղարկվել են։ Ռիո դե Ժանեյրոյում էլեկտրամատակարարման անջատումների պատճառով դադարել են աշխատել մետրոպոլիտենն ու մերձքաղաքային գնացքները, ժամանակավորապես փակվել է Ռիո Նիտերոյի կամուրջը, իսկ Սանտոս Դյումոն օդանավակայանն ամբողջությամբ դադարեցրել են չվերթները։ Ռիո դե Ժանեյրո եւ Սան Պաուլու նահանգներում ավելի քան 2 միլիոն սպառողներ մնացել են առանց էլեկտրականության։ Տարերքը տապալել է հարյուրավոր ծառեր, պոկել տանիքները եւ փլուզել պատերը, խաթարել Լատինական Ամերիկայի խոշորագույն նավահանգստի աշխատանքը Սանտուսում եւ կաթվածահար արել լաստանավային հաղորդակցությունը։ Սան Պաուլու նահանգի Սան Սեբաստիան քաղաքի ափերի մոտ շրջվել է ձկնորսական մեկ նավակ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Բարեբախտաբար, անձնակազմի 4 անդամներին հաջողվել է փրկել։ Ընդհանուր առմամբ, փոթորկի հետևանքով զոհվել է 5 մարդ։ Ճապոնիա։ Հուլիսի 28-ին ճապոնական Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրան ցնցվել է 7.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից։ Երկրաշարժի օջախը գտնվել է մակերևույթից մոտ 10 կիլոմետր խորության վրա, ուստի ցնցումները զգացվել են ընդարձակ տարածքում, Կյուսյու կղզու հյուսիսային հատվածից մինչև Հոկուրիկու տարածաշրջան։ Միաժամանակ որոշ վայրերում սեյսմիկ ինտենսիվությունը հասել է 7-ի, որը Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության սանդղակով առավելագույն արժեքն է։ Երկրաշարժը տեղի է ունեցել աշխատանքային ժամերին, երբ խանութներում, գրասենյակներում եւ առևտրի կենտրոններում եղել են այցելուներ եւ աշխատակիցներ։ Մարդիկ դուրս են վազել փողոց եւ հավաքվել ավտոկայանատեղիներում, բաց տարածքներում եւ շենքերից հեռու այլ վայրերում։ Հիմնական ցնցումից գրեթե անմիջապես հետո սկսվել է հետցնցումների ինտենսիվ շարք, որոնցից շատերը նույնպես տեղի են ունեցել մոտ 10 կիլոմետր խորության վրա կամ գրեթե մակերևույթին։ Առաջին 3.5 ժամվա ընթացքում գրանցվել է թվով 61 զգալի հետցնցում։ Շատերը վախեցել են վերադառնալ իրենց տները, նույնիսկ եթե շենքերը դրսից համեմատաբար անվնաս էին թվում։ Ոմանք նախընտրել են գիշերել ավտոմեքենաներում։ Կումամոտոյում օտարերկրացիների համար կազմակերպվել է հատուկ տարհանման կետ, որտեղ երկրաշարժի, հետցնցումների եւ վարքագծի կանոնների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է 4 լեզվով։ Օգոստոսի 2-ի երեկոյի դրությամբ 21 քաղաքներում եւ բնակավայրերում բացված 206 տարհանման կետերում դեռևս մնացել էր գրեթե 8500 մարդ։ Բնակիչների համար լրացուցիչ փորձություն է դարձել ուժեղ շոկը, որը սկսվել էր նախորդ օրը եւ չէր նահանջել նաեւ երկրաշարժից հետո։ Կումամոտո քաղաքում հուլիսի 28-ին եւ մինչեւ ամսվա վերջ ցերեկային ջերմաստիճանը բարձր է եղել 35 աստիճան Ցելսիուսից, իսկ գիշերային ժամերին օդը սառչել է ընդամենը մինչեւ 26-ից 28 աստիճան։ Այդ պատճառով մարդիկ գործնականում չեն ունեցել շոկից հանգստանալու հնարավորություն։ Սեյսմիկ իրադարձության հավանական անուղղակի զոհերից մեկը դարձել է 70 տարեկանից բարձր մի կին, որը տարանումից հետո գիշերել է ավտոմեքենայում եւ ենթադրաբար մահացել է ջերմային հարվածից։ Ամենաողբերգական դրվագներից մեկը տեղի է ունեցել Կասիմա բնակավայրի Իան Մալքոմը մոթո առևտրի կենտրոնում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել։
22-ամյա աշխատակցուհին, որն աշխատում էր երկրորդ հարկի խանութներից մեկում, բարեհաջող դուրս էր եկել շենքից եւ գտնվում էր ավտոկայանատեղիում։ Սակայն չնայած շարունակվող հետցնցումներին, նա գործընկերուհու հետ որոշել է վերադառնալ շենք, քանի որ ղեկավարությունից հանձնարարություն էր ստացել օրվա հասույթը չհրկիզվող պահարանում տեղադրելու համար։ Առևտրի կենտրոնի մոտ պատահաբար հանդիպած հարազատները փորձել են կանգնեցնել աղջկան, սակայն նա բացատրել է, որ պարտավոր է կատարել ղեկավարության հանձնարարությունը։ Աղջիկների շենք մտնելուց մի քանի րոպե անց պայթյունն է որոտացել, ինչի հետևանքով կառույցի մի հատված փլուզվել է։ Երկու աշխատակցուհիների մարմինները հայտնաբերվել են հաջորդ օրը, այն խանութի մուտքի մոտ, որտեղ նրանք աշխատում էին։ Նախնական վարկածի համաձայն ցնցումները կարող էին վնասել առևտրի կենտրոնի գազատար խողովակաշարը կամ ներքին միացումները, իսկ պայթյունի պատճառը դարձել է հեղուկացված գազի արտահոսքը։ Ընդհանուր առմամբ պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Հատկանշական է, որ այս շենքը նախատեսված էր որպես այնպիսի օբյեկտ, որը տարերային աղետի դեպքում կարող էր օգտագործվել բնակչությանը օգնություն ցուցաբերելու եւ նրանց ժամանակավորապես տեղավորելու համար։ Լուրջ ավերածություններ են տեղի ունեցել նաեւ Յացուսիրո քաղաքի Nippon Paper Industries թղթի գործարանի տարածքում։ Երկրաշարժը վնասել է արտադրական շինությունները, այդ թվում հանգեցրել է բարձր ծխատար խողովակի փլուզմանը։ Ձեռնարկության տարածքում հայտնաբերվել է զոհերի զգալի թիվ։ Օգոստոսի 2-ի առավոտվա դրությամբ Կումամոտո պրեֆեկտուրայում հաստատվել էր առնվազն 36 զոհ։ Սեյսմիկ իրադարձության հետևանքով վնասվել է ավելի քան 4200 բնակելի շենք, իսկ 181-ը ամբողջությամբ ավերվել է։ Լրջորեն վնասվել են նաև կոմունալ ենթակառուցվածքները։ 5 մունիցիպալիտետներում ավելի քան 46500 տուն մնացել է առանց կենտրոնացված ջրամատակարարման։ Բնակիչները ստիպված են եղել խմելու ջուր ստանալ հատուկ բաշխման կետերից։ Յացուսիրոյում գազատարների վնասման պատճառով գազամատակարարումը դադարեցվել է մոտ 9000 սպառողի համար։ Երկրաշարժը վնասել է ճանապարհները եւ դժվարացրել վթարային ծառայությունների աշխատանքը։ Իսկ պրեֆեկտուրայի 8 հատվածներում երթևեկությունն ամբողջությամբ արգելվել է։ Հետևանքներն անդրադարձել են նաեւ առափնյա ենթակառուցվածքների վրա։ Կումամոտոյի ձկնորսական նավահանգիստների գրեթե 1/3-ում վնասներ են հայտնաբերվել։ Վնասվել են ալիքակոծիչները, նավամատույցային կառույցները, մուտքի ճանապարհները եւ նորի ջրիմուռների աճեցման համար օգտագործվող օբյեկտները։ Ավերածությունների մի մասը գտնվում էր ջրի տակ կամ դժվար հասանելի վայրերում, ուստի վնասի վերջնական մասշտաբը դեռ պետք է գնահատվի։ Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում առևտրի կենտրոնի երկու աշխատակցուհիների պատմությունը ստիպում է մտածել ոչ միայն կոնկրետ իրավիճակում թույլ տրված ճակատագրական սխալների մասին, այլ այն մասին, թե ինչ տեղ է զբաղեցնում մարդկային կյանքը ժամանակակից հասարակության մեջ։ Եթե բոլոր որոշումների հիմքում ընկած լիներ այն սկզբունքը, որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, ապա իրադարձությունները յուրաքանչյուր փուլում այլ կերպ կզարգանային։ Ղեկավարության մտքով անգամ չէր անցնի աշխատակցուհիներին ուղարկել պոտենցիալ վթարային վիճակում գտնվող շենք հասույթը պահպանելու համար։ Աղջիկներն էլ նույնպես պարտավորված չէին զգավտանգել իրենց կյանքը, ծառայողական պարտականությունների կամ աշխատանքը գործնելու վախի պատճառով։ Իսկ պատասխանատու ծառայությունները կապահովեին խիստ վերահսկողություն եւ թույլ չէին տա մարդկանց վերադառնալ այն շենք, որի վիճակը երկրաշարժից հետո կարող էր վտանգ ներկայացնել։ Այս իրավիճակում միայն աղջիկների հարազատներն են ողջամտություն ցուցաբերել, փորձելով կանգնեցնել նրանց։ Արտակարգ իրավիճակների պայմաններում նյութական արժեքները, աշխատանքային պարտականություններն ու ղեկավարության հանձնարարությունները չեն կարող դասվել մարդու կյանքից վեր։ Նույնիսկ ամենափոքր վտանգի առկայության դեպքում անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գործողությունից, որը կարող է մարդուն վտանգի ենթարկել, անկախ նրանից, թե ով է պահանջում դրանց կատարումը։ Միևնույն ժամանակ անվտանգության պատասխանատվությունը կրում են ոչ միայն ղեկավարներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունները, այլև ինքը մարդը։ Յուրաքանչյուր ոք պետք է իմանա արտակարգ իրավիճակների ժամանակ վարքագծի հիմնական կանոնները, կարողանա գնահատել վտանգը եւ ինքնուրույն որոշումներ կայացնել, եթե շրջապատի մարդկանց ցուցումները հակասում են անվտանգության պահանջներին։ Կրիտիկական պահին վնասված շենք մտնելուց կամ վտանգավոր հանձնարարություն կատարելուց հրաժարվելը կարգապահության խախտում չէ, այլ կյանքի պահպանման անհրաժեշտ միջոց։ Փողը, գույքն ու մյուս նյութական արժեքները կարելի է վերականգնել, վաստակել կամ ստեղծել նորից։ Միակ բանը, որը հնարավոր չէ վերադարձնել, մարդու կյանքն է։